Եվ մենք թերևս իրավունք ունենք հարց տալու, թե իսկապես ինչի են ծառայում միջազգային կազմակերպությունները, լինի դա Միացյալ Ազգերի կազմակերպությունը, լինի Եվրոպական կառույցը եւ զանազան միջազգային կառույցներ, որոնց նպատակն է պաշտպանել ազգերի ժողովուրդների իրավունքները, ազատությունը, անկախությունը, ապրելու իրավունքը ազատ կերպով, նահատակության ենթարկվեցին եւ այդ ձևով թրքական կառավարությունը գիտակցելով, որ եկեղեցին հոգեվորականությունը կամ քրիստոնեական հավատքը ինչ դեր կարևորություն ունի հայ ժողովրդի իրականության մեջ, մտածելակերպի եւ ըմբռնումի, ուզեցին նաեւ այդ կարևոր սյուներից մեկը կտրել, երբ ցեղասպանությունից հետո կազմվեց Հայաստանի Հանրապետություն, առաջին հանրապետությունը, որը երկար չտևեց, դժբախտաբար, բայց պետք է ողջունել ուրախությամբ, որ այս երրորդ հանրապետության ստեղծումից հետո որոշ ազատություն, անկախություն ձեռք բերեց մեր ժողովուրդը եւ նաեւ մեր եկեղեցին, Հայաստանի կար մեկ ճեմարան, որը հոգևոր ճեմարան էր կոչվում, որը շարունակությունն էր Գևորգյան ճեմարանի վրա։ Նստած ես պատասխանության աթոռին, այդ աթոռի սպասումների բարձրության վրա պետք է լինես։ Սա բոլորիս է վերաբերում, ինչ է լինի պաշտոնը։ Ուրեմն այս բոլորը պետք է մեր գիտակցության եւ մտքի մեջ հարցադրումի, մտածումի, վերլուծումի առիթ տա, որպեսզի կարողանանք հասկանալ։ Դա միջազգային բան է դա, հանցագործություն է։ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է։ Եվ այսօր շատ երկրներ համամիտ են, որ Թուրքիան մերժում է իր պատմությունը առարկայորեն ճանաչելու եւ նաեւ ներողություն խնդրելու հայ ժողովրդից։ Բայց ներողությունը բավարար չէ։ Պետք է նաեւ հատուցում տալ հայ ժողովրդին։ Եղել են, բայց նրանց կարևորություն չէ տրված, որ աշխատեն, նրանց խոսքը չեն լսած, արամարված են, որովհետև պարագայական մարդիկ են հայկել իշխանության եւ մեր ժողովրդի ճակատագիրը հասցրել այնտեղ, որ մենք հիմա գտնվում։ Եվ մենք մի օր այնպես պիտի զորանանք, բռնաթիվով քիչ ենք, այնպես զորանանք իրավական իմաստով եւ մի օր մեր կարողանանք այդ միջազգային ատյանի արժեվ ոչ միայն ստիպել Թուրքիային ճանաչել իր անցյալ իր պատմություն առարկայական իմաստով, ներողություն խնդրել եւ հատուցում կատարել ինչպես ուրիշ ժողովուրդ։ Սա ինձ համար մյուս ազգերի նկատմամբ արհամարանք է եւ իրավորանք է։ Սա ռասիզմի ամենամեծ աղբյուրներից մեկն է։ Եվ չզարմանաք, որ այսօր ռասիզմը զարգանում է։ Քրիստոս Մարիա Վիներելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Եվ դա պետական կամքն է, պետական մտածելակերպն է։ Դա դաստիարակություն է։ Այդ բոլորը պետք է սկսվի ոչ թե դպրոցներից, դեռ մանկապարտեզից։ Երեխան իր մոր արգանդի մեջ երբ որ ձևավորվում է, մայրը այդ գիտակցությամբ պետք է այդ ապրի 9 ամիսները հղության։ Այդ որպեսզի երեխային անուղակի կամ ուղակի կերպով փոխանցվի այդ ըմբռնումը։ Էլ չեմ ասում տան, բայց հատկապես մանկապարտեզից դպրոցից համալսարանում որպես շարունակություն պետք է այս գիտակցությամբ մենք կրթական համակարգ պիտի ունենանք։ Ծրագրեր պետք է ունենանք կրթական, դաստիարակչական։ Հնձում ենք այն, ինչ որ ցանել ենք։ Իսկ դրա համար պետք է ավելի ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ ընտրություն կատարել։ Եվ ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է նաեւ մենք մտածելու, անալիզի ենթարկելու, բարին չարի զանազանելու, կարևորը երկրորդականից զանազանելու եւ ճիշտ ընտրություն կատարելու եւ ճիշտ ճանապարհ գծելու։ Մեր բոլորի միասնական հավաքական ճանապարհը։ Կլինեն անհատներ հավաքականության մեջ,
որոնք կարող են արգել հանդիսանալ, կարող են ինչ-որ դժվարություն հարուցել կամ պրովոկացիա անել, տարբեր բաներ կան, ընդդիմություն լինի եւ այլ։ Ոչինչ, բայց երբ որ ամբողջը զորավոր է, հավաքականությունը զորավոր է, դրանք կարող են գալ եւ գնալ։ Բայց կարող է ամբողը խափնվել նաև։ Ամբողջը կարող է խափնվել։ Եթե ամբողջը պատրաստված լինի, այդքան էլ հեշտ չի խափնվի, որովհետեւ ամբողջին ղեկավարողները պետք է նաև բարձր գիտակցություն ունենան եւ հասկանան թե ինչու համար են իրենք ամբողջի գլխին, ինչու համար են պետության գլխին, ինչու համար են հավաքականության գլխին, ինչու համար են դպրոցի դիրեկտոր, ինչու համար են ընտանիքի ար եւ մայր։ Ընտանիքը դա ամենաազնվական տեղն է կերտումի դաստիարակության։ Եվ այսօր դժբախտաբար, երբ որ նայում ենք գոնե Հայաստանում էլ նույնն է կատարվում, արևմուտքի մեջ այսօր ընտանիքը թուլացած տկարացած է։ Այսօր ընտանիքի մեջ հարաբերություն չկա։ Ես որ փոքր երեխա էի, պարզամեստ ընտանիքի մեջ ապրել եմ, մեր տան հերոստացույցը, մեր տան այդ հաճույքները մեր մեծ ծնողներն էին։ Մենք նրանց ծունկին նստում ենք, մեզ պատմություններ էին պատմում եւ դաստիարակում էին։ Ես ընդհանուր երևույթ եմ ասում։ Իսկ այսօր ամեն երեխա իր առանձին սենյակ ունի, իր առանձին հերոստացույց ունի, իր առանձին հաճույք ունի, նույնիսկ ծնողներ չեն շփվում իրար հետ։ Շատ անգամ երեխա եւ ծնող հեռախոսներով են իրար մեսաժ ուղարկում, իրար հետ մի բան խոսում։ Դա ծիծաղելի է, բայց դա իրականություն է։ Ինչպես կուզես, որովհետեւ առողջ պետությունը հիմնվում է առողջ ընտանիքների վրա, ընտանեկան արժեքներ առողջ կերպով ապրելու վրա։ Այսօր ամեն ինչ արվում է, որ ընտանիքը կործանվի եւ հասարակությունը, ինչպես ասե, այլասերվի։ Եվ այդ այլասերության այդ վտանգը շատ առարկայական է այսօրվա անմիջական իրականությունն է։ Եվ դրա համար պետք է եկեղեցին որպես բարոյական արժեքների կրող եւ դրանց փոխանցող եւ զարգացող մասնակցի պետության կառուցման գործին, ոչ թե անտեսվի եւ արամարվի։ Որևէ պետական գործիչ կարող է ինքանավատ լինել։ Որևէ պետական գործիչ կարող է անաստված լինել։ Կարող է եկեղեցի չգալ, բայց նա պետք է գիտակցի որտեղ է պետության շահը։ Երբ որ նստած ես պատասխանատվության վրա, նստած ես պատասխանատվության աթոռին, այդ աթոռի սպասումների բարձրության վրա պետք է լինես։ Սա բոլորիս է վերաբերում, ինչ է լինի պաշտոնը։ Ուրեմն այս բոլորը պետք է մեր գիտակցության եւ մտքի մեջ հարցադրումի, մտածումի, վերլուծումի առիթ տա, որպեսզի կարողանանք հասկանալ նախ, թե ես ով եմ, որն է իմ դերը հասարակության կամ ընտանիքի մեջ, որն է իմ պարտականությունը եւ պարտավորությունը, անկախ թե ինչ եմ անում, բայց ինչ որ անում եմ, պետք է հասկանամ, թե ինչպես եմ անում, որքան նվիրովով եմ անում, որքան սիրով եմ անում, որքան հավատքով եմ անում, որքան վճռականությամբ եմ անում։ Այս բոլորը հասարակ բաներ են։ Ովևէ մեկը կարող է այս հարցումները տալ եւ դրա պատասխանները գտնել եւ հոգեպես առողջացնել ինքը իրեն։ Ես շատ համաձայն եմ ձեզ հետ, բայց ցավոք խնդիրը կայանում է նրանում, որ այսօրվա օրով եսասիրությունը, մարդկային եսասիրությունը ավելի առաջնատեղ է գնում, քան հավատքը, հույսը, սերը, Աստծո տված այդ ամեն բարիքները։ Եսասիրությունը դա հիվանդություն է։ Ես կասեի մեղք է։ Մեղք է եւ հիվանդություն է։ Երբ որ դու դիմացինը չես հարգում, չես գնահատում առարկայորեն, միայն քո մասին ես մտածում, դա առողջ Աստծո արագործության մաս չես կարող կազմել։ Աստծո ստեղծած առողջ անատին մաս չես կարող կազմել։ Եսասիրությունը։ Դու պետք է նաև մտածես մյուսների մասին։ Դա նաև պետք է լինես ողորմած։ Պիտի լինես հասկացող, հասնող։ Ինչպես քո ուրախությունները կիսող պետք է լինես հաջողությունները, այնպես էլ ուրիշի դժվարություններով եւ նեղություններով պետք է հետաքրքրվես եւ փորձես օգնության ձեռքեր բերնել։ Դա անտարբերություն է, դա անհոգություն է, դա թուլություն է մարդկային, եսասիրությունը։ Եվ ընդունված է ասել, որ կրկնողություն թող չլինի, ասում են մարդու մեծությունը, անատի մեծությունը իր պարզության, իր համեստության, իր հեզության եւ խոնարհության մեջ է։
Քրիստոս ինքը մեզ շատ լավ օրինակ տվեց, մենք որպես քրիստոնյաներ։ Եվ շնորհիվ դրա ինքը կարողացավ հաղթանակել։ Շնորհիվ իր այդ ըմբռնումներին, իր մոտեցումներին ինքը կարողացավ մահից հարություն գնալ։ Մենք էլ կարող ենք մեր տկարությունները, թուլությունները, անհաճելի վարմունքը, վերաբերմունքը եւ եսասիրության այս մտածելակերպը պետք է մի օր մենք կարողանանք հաջողություն ունենալ այդ բոլորը թաղել եւ նոր մաքուր մարդ վերածնվել եւ հարություն առնել։ Քրիստոնեական վարդապետության դերը դա է։ Քրիստոսի հարությունը դա է մեզ սովորեցնում, որ պիտի նշենք մոտ ապագայում Սուրբ Զատիկը դա իրական կյանքի հաղթանակն է։ Եվ դա պետք է յուրաքանչյուր քրիստոնյա գիտակցի, մանավանդ հայ քրիստոնյա։ Այնպես որ մենք վերածնունդի պետք ունենք։ Վերածննդի եւ երևույթները, արժեքները վերագնահատելու, վերաիմաստավորելու կարիք ունենք։ Իսկ դրա համար կարող ենք անհատապես անել, բայց ինձ համար շատ կարևոր է եւ հիմնական է, որ պետք է ազգային ինստիտուտներ աշխատեն։ Այսօր օրինակի համար մենք եթե հետաքրքրում ես գիտությունների ակադեմիան կա, այսօր գիտնականները, ակադեմիկոսները գրեթե ոչինչ չեն անում։ Գիտությունների ակադեմիան դա ժողովրդի փարոսն է։ Գիտությունների ակադեմիայում ամեն տեսակի մասնագետներ կան։ Ամեն ակադեմիկոս պատմաբան պետք է պատմական ինստիտուտներին հանձնարարություն տա, ուսումնասիրություններ կատարեն։ Յամդեղից դաս քաղեն եւ կարողանան ճիշտ կողմնորոշվել։ Նույնը արդյունաբերության, զանազան տեսակի, քաղաքականության, դիվանագիտության մեջ, կրթության մեջ, սպորտի ամեն բնագավառում մշակույթի մեջ գիտությունների ակադեմիան դա է նաև դրա դերը պետք է լինի, դա իմաստուններն են։ Եվ դժբախտաբար մի առիթով լսեցի Հայաստանի նախագահը համալսարանի ուսանողների առջև ամբարտավանություն է ունեցել եւ անկիրթություն է ցուցաբերել, ասելու համար, որ մենք գիտությունների ակադեմիայի պետք չունենք, մենք բիզնեսի պետք ունենք։ Ավասիկ բիզնես արեցիր, ուր հասցրեցիր երկիրը։ Երբ արամարում ես գիտությունների ակադեմիան, ակադեմիկոսներ, իսկական ակադեմիկոսներ, գիտնականներ, մենք պետք է մեր ձեռքերը ուսերի վրա պահենք։ Փայփայենք, շոյենք, որ նրանք կարողանան մտածել եւ մեզ գեղեցիկ ազնիվ օգտակար մեզի բաներ, առաջարկություններ, գաղափարներ տան պետությունը կառուցելու համար։ Այն ժողովուրդը, այն պետությունը, երբ արամարում է իր գիտությունների ակադեմիան, իր մշակութային կառույցները եւ ընկել են վաճառքի մեջ մշակութային կառույցների փոխարենը ես իմ ինչ մշակույթ է ձևավորվում, այդ ժողովուրդը, այդ պետությունը դատապարտված է կործանման։ Բայց ես հավատում եմ, որ պիտի գա ժամանակը, որ մեր ժողովուրդը պատմության ընթացքին ցույց է տվել, պիտի արթնանա իր քունից, անտարբերության, անհոգության, եսասիրության քունից եւ կարողանա ճիշտ ձևով, ուրեմն հավաքապես հատկապես գործել, կերտել, կառուցել իր ապագան նախ զորանալով ինք իր մեջ։ Նորից եմ ասում, մենք պետք չէ միամիտ գտնվենք։ Այս երկրի այն քաղաքական գործիչի հաճախոսությունից, կոմպլիմենտներից, բարեխոսություններից եւ այլ շուտ չպետք է ոգևորվենք եւ մեզի քննադատողներին կամ մեզի հայողներից չպետք է վիրավորվենք։ Պետք է լսենք։ Գիտակցենք, որ հայոյեց։ Հայոյանքին հայոյանքով պետք չէ պատասխանել։ Հաճախոսությանն ալ հաճախոսության միշտ պետք չէ պատասխանել։ Երբեմն այդ բոլորը պետք է մենք լսենք ուշադրությամբ։ Իմանանք, թե ով է մեզ ասում, ինչ կոնտեքստի մեջ է ասում եւ ինչու է դա ասում, ինչ ունի իր սպասելիքները։ Արդյոք այդ հաճախոսությամբ ինքը դանակ չի պատրաստում մեր մեջքին զառնելու։ Եղել են այսպիսի բաներ։ Մարդկային է։ Եվ Սուրբ Գրքի մեջ հիշենք Կայեն Աբելի պատմությունը։ Կայեն ինչ արեց։ Նախանձից դրդված, որովհետև նրա մեջ պակասում էր ընտանիքի սերը, ընտանիք հասարակությունն է։ Ընտանեկան սերը իր հարազատ եղբորը սպանեց։ Այսօր մենք գտնվում ենք այդ իրավիճակի մեջ։ Մարդկային հասարակությունը։ Միայն Հայաստանը չէ։ Եղբայրը եղբոր դեմ է գործում։
Եղբայրը քրոջ դեմ է գործում, նախանձում է քրոջ հաջողությունից կամ եղբոր կամ հարազատի հաջողությունից, փոխանակ ուրախանալու եւ նաեւ ողջունելու, բայց նաեւ նրա օրինակը վերցնելու եւ նույնքան կամ ավելի հաջողություններ ձեռք բերելու համար։ Մենք նստած տեղը կուզենք, որ երկնքից մանանաներ իջնեն, միայն վայելենք։ Այսօր հասարակությունը ժողովուրդը ծուլության է մատնված։ Այսօր մարդկային հասարակությունը դադարել է մտածելուց, դադարել է հարցում տալուց, դադարել է ստեղծելուց, կառուցելուց, եւ այսօր մենք պետք է նաեւ մեր երեխաներին սովորեցնենք հեռուստացույց նայել։ Երեխաներին պետք է սովորեցնենք սովորել, ուրիշ անգամ ասել եմ։ Այդ քառակուսի տուփը, որի առջև նստում ենք ժամերով, ամենամեծ, ամենավտանգավոր գործիքն է, որ այսօր կերտում է մշակույթ, կերտում է մտածելակերպ եւ մարդկային հասարակությունը դադարել է մտածելուց։ Պատրաստի գաղափարներ են տալիս, առանց մտածելու կուլ ենք տալիս եւ սեփականացնում ենք։ Հեռուստացույցը դա վտանգավոր է։ Բայց հեռուստացության դերը պետք է ազնվական լիներ, հասարակությունը կրթելու, ոչ թե հասարակությունը տկարացնելու, թուլացնելու, սպանելու, հասարակական միտքը, ուղեղը չորացնելու։ Չէ՞ որ այդ հերոստացությունն էր, որ Հիտլերը կարողացավ օգտագործել եւ ամբողջ ազգը ոտի կանգնացնել պատերազմի։ Այո, հեռուստացույցը ինքը լավ գործիք է, բայց կար պետք է լավ ձևով օգտագործես, դրական ձևով օգտագործես։ Արեց ինքը, ես հասկանում եմ այդ բոլորը, բայց այսօր այդ հեռուստացույցը այսօր ինչ է տալիս մեզ։ Հաղորդումներ ես նայում, ես տարիներ առաջ ճիշտ չէ իմ պատմությունս պատմեմ, մի օր այնքան ջղայնացա, որ հեռուստացույցը առանց ջատեցի եւ աղբամանը տարա։ 15-16 տարի ես հեռուստացույց չեմ ունեցել եւ երբեք դրա պակասը չեմ զգացել, որովհետեւ դա ինձ վիշտ ջղանություն պատճառեց, որովհետեւ ինչ որ լսում էի, տեսնում էի, որ դա իմ վնասի համար է։ Ինձ ջղանացնում ավելի նեղացնում էր, քան թե ուրախացնում էր։ Չի նշանակում, որ հեռուստացությամբ լավ հետաքրքիր հաղորդումներ չկան, դա էլ կա, բայց դրանց մեջտեղները փորձում են մարդկանց ուղեղները լվանալ, որպեսզի կարողանան հեշտ ղեկավարել։ Այս հեռուստացույցը մամուլը այսօր ծառայում է դրան, մարդկանց բթացնել, նրանցից հեռացնել մտածելու կարողությունը, որպեսզի գառնուկների, ոչխարների պես հեշտ ղեկավարեն, ուզածնին անեն եւ նույնիսկ հարստահարեն քաղաքացիները կամ պետության բնակիչները։ Սա հստակ է ամեն ինչ։ Ուրեմն ծրագիր է, որի մասին այսօր ես անհատապես ինչ կարող եմ անել, ես ինքս հարց պետք է տամ եւ նաեւ հավաքապես ինչ կարող ենք անել։ Առողջ հասարակություն կառուցելու, առողջ մտածելակերպ ձևավորելու եւ նաեւ առողջ կրկնում եմ, պետություն կառուցելու, առողջ հիմքերի վրա։ Վերադառնանք 1915 թվականին։ Չէ՞ որ այդ տարիներին մենք ունեինք շատ առողջ ազգ, շատ մեծ մտավորական ազգ, շատ մեծ հոգևորականներ ու ամեն ինչ շատ լավ էր ընթանում մեր ազգի համար, չնայած որ մենք բնակվում էինք թուրքերի հետ։ Ինչ եղավ պատճառը ձեր կարծիքով, որ թուրքերը միանգամից շրջվեցին 1800 թվականների վերջին հայ ազգի դեմ ու որոշեցին վերացնել։ Արդյոք դա իրենց միտքն էր, թե ինչ որ կողքից ուրիշ ազգ կամ պետություն դրդեց իրանց դա անել։ Երբ որ այդ հարցումը տալիս եք, արդեն դուք դրա պատասխանը հավանաբար գիտեք, ինձ հարց եք տալիս, անշուշտ Թուրքիան եւ թուրք պետությունը չուներ այդ կարողությունները, այդ ցեղասպանությունը այդպես կազմակերպած ձևով անելու։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դրա մեջ մեծ մեղսակցություն կա, կոմպլիսիտե, ինչպես են ասում, մեղսակցություն, նաեւ Գերմանիա։ Զինվորական պաշտոնյաներից մեծամասնությունը երկրորդ պաշտոնյաները, երկրորդ կարգի գերմանացիներ էին։ Անգլիացիները մեծ դեր ունեն եւ եվրոպական շատ ժողովուրդներ։ Արդեն թույլ տալ այդ ցեղասպանությունը տեղի ունենալ, դա նշանակում է, որ եվրոպական որևէ մարդասեր երկիր, մարդկային իրավունքները պաշտպանող երկիր ինքը արդեն մեղսակից է դրա։ Շատ երկրներ եւ ժողովուրդներ եւ Հայաստանի հարևան ազգեր։ Ես ժամանակին ասել եմ այդ մասին, խոսել եմ, հիմա չեմ ուզում մանրամասնությունների մեջ գնալ, որովհետեւ մենք հավատացել ենք խոստումներին, հավատացել ենք մեզ լավնես խոսքերին, ասողներին, վստահություն ենք բերել,
Վստահել հարգելը դա լավ դրական երևույթ է։ Մարդկային հարաբերությունների մեջ մեկին վստահել, բայց քաղաքականության մեջ դա միաբնդություն է։ Եվ մեր ժողովուրդը եւ մտավորականությունը կամ միամիտ էր, կամ վստահում էր պետության, յուրաքանչյուր իր ասպարեզի մեջ իր գործով էր զբաղված լավագույն կերպով, բայց ինչ պատրաստվեց իր թիկունքին, դա միջազգային բան է դա, հանցագործություն է։ Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է։ Եվ այսօր շատ երկրներ համամիտ են, որ Թուրքիան մերժում է իր պատմությունը առարկայորեն ճանաչելու եւ նաեւ ներողություն խնդրելու այ ժողովրդից։ Բայց ներողությունը բավարար չէ։ Պետք է նաեւ հատուցում տալ հայ ժողովրդին։ 2 միլիոն անմեղ նահատակներ գնացին։ Ո՞վ պիտի հատուցի դրանց։ Այդ 2 միլիոն անմեղ նահատակները այսօր կարող էին վերածվել մի քանի տասնյակ միլիոն ժողովրդի։ Այո, այսօր մենք պետք է մի տեղ հասնենք, իրավական միջակի հասնենք եւ միջազգային հանրությունը պետք է իր պատասխանատվության առջև դնենք։ Իրենց լրությամբ, իրենց մեղսակցությամբ, իրենց մասնակցությամբ, իրենց օգնությամբ։ Եվ ունենք մենք այսօր իրավաբաններ աշխարհի տարբեր երկրներում։ Պետք է հավաքվեն եւ միասին մի բանակ ստեղծեն իրավական, որովհետեւ մենք կարողանանք մեր իրավունքները պաշտպանել։ Համատկապես Սփյուռքում, քանի որ ցեղասպանության զոհերի մեծամասնությունը Սփյուռքում է ապրում։ Այսօր 3-րդ սերունդն է, 4-րդ սերունդն է գալիս։ Տակավին քանի տարի պիտի սպասենք։ 110 տարի է անցել։ Եվ միջազգային քաղաքականությունը, միջազգային արդարությունը, այսպես ասված, հավասարապես պետք է վերաբերվեն բոլոր ժողովուրդների ճակատագրի նկատմամբ առնչությամբ։ Նախընտրում են այսինչ ժողովուրդը նրա համար գործում են, անտեսում են մեկ ուրիշ ժողովուրդ։ Այդ նույն բանը իրանք արեցին Արցախի հանդեպ։ Արցախի հանդեպ զուգահեռ Ուկրաինայի միլիարդներ են ծախսում։ Ո՞վ է մեղավորը դրա։ Մենք ենք նաև մեղավոր։ Որովհետև հավատացել ենք այդ պետությունների, այսպես ասած, կեղծ բարեկամության, կեղծ հավատարմության, քաղաքական հավատարմության կամ բարեկամության։ Այո, միլիարդներ է ծախսվում։ Եվ այսօր պատերազմը անողները իրենք հարստանում են այդ գումարներով։ Իբրև թե ժողովրդի ուկրաինացի ժողովրդի համար են գործում։ Ոչ, ուկրաինացի ժողովրդի համար չեն գործում։ 10-15 տարի հետո կտեսնենք, թե ինչ հետևանքներ կունենա այդ տարածաշրջանը։ Չեմ ուզում արտահայտվել, բայց կարող եմ ենթադրել։ Այնպես որ դրա համար մենք պետք է նաև իմանանք իմաստուն լինել, քեզի գալող փայփայող լավն ես ասողին անմիջապես մի վստահեր։ Շատ անգամ այդ փայփայողների մեջ ամենավտանգավոր մարդիկն են։ Դրա համար մենք պետք է շուտ ոգևորվենք, նորից եմ ասում, դու լավն ես ասողին անմիջապես սիրտը չբանաս եւ քեզի քննադատողին կամ հարվածողին անմիջապես չհեռանաս, բայց կարող ես հետևել։ Հետապնդել, թե ինչ անում, ինչպես է գործում։ Կարող ես հետը չխոսել։ Կարող ես չմոտենալ, բայց իմաստությամբ կարող ես հետևել, թե ինչ անում, ինչպես է գործում։ Սա էլ մեխանիզմ է։ Հավաքական մեխանիզմ է, ժողովրդի դա ուժը կարող է լինել։ Կամ այդ ուժը, հավաքական ուժը կառուցելու միջոցներ դա կարող է լինել։ Ուրեմն այս բոլորը մենք պետք է գիտակցենք որպես ազգ եւ հատկապես նորից եմ ասում, մենք պետք է պետական մտածելակերպ ունենանք։ Իսկ դա դաստիարակություն է։ Կրկնում եմ, դա գալիս է դպրոցից, դպրոցական դասագրքերից, գրականության ճանապարհով, պատմության ճանապարհով, զանազան մեխանիզմների ճանապարհով, որպեսզի կարողանաս կառուցել վաղվա ապագա հզոր քաղաքացին, իմաստուն քաղաքացին, որը կդառնա տերը մի այլ հզոր մեր երազած, մեր ցանկացած երկրի կամ պետության։ Սա թերևս երազանք է, բայց ամեն ինչ երազով է սկսում։ Պետք է մենք հեռանկարներ ճշտենք։ Որտեղից են գալիս, ուր ենք գտնվում հիմա եւ ուր ենք ուզում գնալ։ Եթե դա հստակ չէ, մենք դեգերում ենք ծովի ալիքների վրա։ Երբ որ շենք ես կառուցում, շենքը կառուցելուց նախ հողն ես ուսումնասիրում։ Հիմքն ես դնում, ամուր հիմքը, պատերն ես կառուցում եւ հետո ներսի հարդարանքն ես անում։ Քո ճաշակի, քո կարիքների անհրաժեշտության համեմատ պետությունն էլ այդ շենքն է։
որով որ մենք պետք է նաև ազգային ճարտարապետներ լինենք քաղաքական իմաստով։ Դերևս մեզ պակասում են պետական ազգային ճարտարապետներ։ Եղել են, բայց նրանց կարևորություն չէ տրված, որ աշխատեն, նրանց խոսքը չեն լսած, արամարված են, որովհետև պարագայական մարդիկ են եկել իշխանության եւ մեր ժողովրդի ճակատագիրը հասցրել են այնտեղ, որ մենք հիմա գտնվում ենք։ Կարող ենք ասել, որ Մյասնիկյանը սովետական շրջանում այդ ճարտարապետն ա եղել հայ ազգի համար։ Իր պատմական կոնտեքստի մեջ, այո, նա իր ներդրում ունեցել է։ Հակառակ ամեն տեսակ դժվարությունների եւ այլ, բայց սովետական շրջանում գործելն էլ, ազգային շահերի համար գործելն էլ այդքան էլ հեշտ բան չէ եղած, որովհետեւ այդ ժամանակ բոլորիս համար գաղտնիք չէ, որ դա ժողովուրդների բարեկամություն էր քարոզվում, բայց դա կեղծ բարեկամություն էր։ Տեսանք, թե սովետական փլուզությունից հետո այդ բարեկամ ժողովուրդները ինչ են անում իրար։ Ռուսաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան կամ ուրիշ հանրապետություններ, Հայաստան եւ Ադրբեջան։ Սրանք հարևան բարեկամ երկիրներ էին, ժողովուրդներ էին։ Ուր է այդ բարեկամությունը։ Կեղծ քարոզություն էր, քարոզչություն էր կեղծ։ Ուրեմն կեղծիքի վրա հիմնված բարեկամությունը երկար չի կարող տևել։ Կեղծիքի վրա հիմնված բարեկամությունը ամենամեծ թշնամությունն է, որի վկաները մենք եղել ենք եւ կշարունակենք լինել, եթե մենք իմաստությամբ չգործենք եւ չկարողանանք քայլել մեր ապագան ճիշտ տեսնալով, ճիշտ ընտրելով։ Եվ դրա համար մեխանիզմներ պետք է ընտրենք։ Հայր Սուրբ, մենք կարող ենք ասել, որ Աստված մեր ազգությունը, մեր հայ ազգը այնքան շատ է սիրում, որ չի թողում, որ մենք կորչենք, կործանվենք, որովհետև երբ որ մենք մեր պատմությունը նայում ենք, մենք պետք է այլևս գոյություն չունենայինք այդ դարերի ընթացքում, պետք է շատ վաղուց վերացած լինեինք, կամ ինչպես ասացիք, այս հանրապետությունը, այս հրաշքը, որ տեղի ունեցավ, երրորդ հանրապետությունը ունեցանք, դա էլ պետք է չունենայինք։ Այդ ամեն ինչը հրաշք ոնց որ լիներ, Աստված մեզ այդ հրաշքները պարգևում է։ Կարող ենք ասել այդ որ դա տենց է, ուղղակի մենք չենք հասկանում ու չենք գնահատում այդ ամենը։ Աստված մեզ տվել է բանականություն, մտածելու կարողություն, տվել է իմաստություն։ Աստված սիրում է բոլոր ժողովուրդներին, քանի որ բոլորն էլ իրեն արարչագործության մաս են կազմում։ Այստեղ հարցը տարբեր ձևով պետք է դնել։ Արդյոք դա արդյունք է հայ ժողովրդի Աստված սիրելուն, ոչ թե Աստված հայ ժողովրդին սիրելուն։ Որքանով հայ ժողովուրդը սիրած է Աստված, որքանով իր պատմության ընթացքին Աստված եղալ է հայ ժողովրդի կյանքի, գիտակցության, սրտի եւ մտքի մեջ։ Դա մեկ բան է, բայց ինձ թվում է Աստված սիրությունը, Աստված հայ ժողովրդի սիրելը կամ հայ ժողովրդի Աստված սիրությունը պետք չէ անպայման զուգահեռ դնել հայ ժողովրդի գոյության պատմության մեջ։ Դա իր տեղը դեր ունեցել է վստահաբար հասարակական կյանքում, ընկերային կյանքում, ձևավորելու, ասենք, անհատը, ձևավորելու քաղաքացին, ձևավորելու հայանաթը, հայ քրիստոնյա հավատք այդ բոլորով։ Բայց Աստված ինքը ազատ կամք է տվել բոլոր ազգերին, բոլոր ժողովուրդներին։ Տվել է իմաստություն եւ մենք ունենք այն, ինչ որ արել ենք արդյունքում։ Այնպես որ Աստծո ներգործությունը դրա մեջ ես ճիշտ չեմ տեսնում։ Ժողովուրդների ազգերի ճակատագրի մեջ, որովհետև Աստված հայր է, Աստված սիրում է իր զավակներին։ Ինչպես Աստված կարող է մեր բար ժողովրդի զավակներ երբեմն հարց են տալիս։ Ասում ենք առաջի քրիստոնյա ժողովուրդն ենք։ Ինչպես կլինի, որ Աստված թույլ տվեց, որ մենք ցեղասպանությունը ունենանք, ճանաչենք այդ բանը։ Դա միամիտ հարցադրում է եւ ճիշտ հարցադրում չէ, որովհետեւ Աստված ազատ կամք է տվել։ Ուրեմն մենք այդ ազատ կամքի իմաստությունը ճիշտ չենք օգտագործել, որովհետեւ կարողանանք բարեկամանալ մարդկանց հասարակության հարևանների հետ, ասում են ինչքան շատ բարեկամ ունես, այնքան հզոր ես։ Բայց այսօր անկախ պետություն գոյություն չունի։ Պետությունի անկախությունը, մի պետության անկախությունը մյուս պետություններից կախվածության մեջ է այսօր։ Բայց այդ կախվածությունը պետք է լինի օրինական ճանապարհով, փոխադարձ հասկացողով, ըմբռնումով եւ փոխադարձ համագործակցությամբ եւ անկեղծ առարկայական իմաստով։ Ուրեմն ես երևս կարող են
կարող ենք համաձայն չինել այս գաղափարի հետ, բայց ես այստեղ Աստուծո ներգործությունը չեմ տեսնում։ Այստեղ մյուս կողմից եմ նայում, թե մեր ժողովուրդը որքանով հավատարիմ է մնացել Աստուծո տված մեր շնորհներին, որքանով նա օգտագործել է իր կարողությունները, միտքը, ուղեղը, աչքերը, որ տեսնի ճիշտ հասկանա, լսի թե ինչ են խոսում կողքից, անալիզի ենթարկե եւ դրանից զգուշանալ եւ խոսել, իմանալ թե ինչ են խոսում, ում հետ ինչ են խոսում։ Ամեն մեր մտածածները ամենտեղ մենք պետք չէ խոսենք։ Մենք պետք է նաև կարողանանք մեզ զսպել շատ տեղեր։ Չի նշանակում, որ մի բան գիտեմ, անպայման պետք է խոսեմ, որ մարդիկ ասեն, հա իմաստուն է, խելացի է։ Ուրեմն այս բոլորը մշակույթ է, այդ բոլորը կուլտուրա է, այս բոլորը մտածելակերպ է, այս բոլորը գործելակերպ է։ Ուրեմն մենք պետք է զգուշավոր լինենք։ Իսկ մենք հավատարիմ ենք եղել Աստծուն որպես ազգ։ Ես հավաքակպես չեմ կարող որևէ բան ասել, բայց շատ հավատարիմ Աստծո զավակներ են եղել մեր ժողովրդի պատմության մեջ, անհատներ, ընտանիքներ եւ այլ։ Բայց հավաքական իմաստով դա դժվար է ասել։ Պետություն եւ հավատքը տարբեր բաներ են։ Մեկը մյուսին լրացնում ամբողջացնում են, ինչպես դրամի պատմությունը։ Մի կողմը ասում է Կեսարին պիտի դաս Աստծո։ Դրանք դրամի երկու երեսներն են։ Ճիշտ է, իրար կապած են, իրար հետ կապակցված են, շահկապված են, բայց անպայման մեկը մյուսի հետ միշտ չէ, որ գործած է։ Հիշում եք մի անգամ զրուցում էինք եւ մենք մոտավորապես հաշվարկեցինք, որ 2%-ն է հաճախում մեր ազգի 2%-ն է հաճախում եկեղեցիները, դա խոսքը Բելգիայի մասին էր, երբ հաշվարկեցինք Հայաստանում 0.5%-ն էր եւ դա շատ ցավալի տոկոսային մի մաս էր։ Դրա համար եմ ես ուզում իմանամ, որպես ազգ մենք հավատարիմ ենք այսօր մեր Տիրոջը։ Գիտեք ինչ, դա արդյունքն է։ Պատմության արդյունքն է։ Որ այս իրավիճակի ասած մեր ժողովուրդը հավատքի կրոնքի ըմբռնման իմաստով։ Այդ հարցը միայն մեր ազգին չի վերաբերվում։ Այսօր դուք ունես հզոր երկրներ, պետություններ կայացած, Եվրոպայի մեջ քրիստոնեական անցյալ պատմություն հիմք ունեցող, փորձիր նայել քո ապրած երկրների մեջ, թե հավատքը կամ եկեղեցի հաճախողների թիվը քանի տոկոս է կազմում։ Մենք հեռու չենք հոգևոր իմաստով, հաճախումի իմաստով, վիճակագրական իրողությունը նկատի ունենալով, մենք կարող ենք ասել, որ հայ ժողովրդի այսօր ապրած իրականություն հավատքի արտահայտության, ասենք, պրակտիկան եւ իրողությունը այնքան էլ հեռու չէ համաշխարհային հավատքի, ասենք, ապրման եւ պրակտիկայի կամ դրսևորման մեջ այդքան էլ տարբեր չեն։ Այնպես որ դա համընդհանուր երևույթ է, ինչու որովհետեւ դերևս եկեղեցիները, չեմ ասում մեր եկեղեցին, եկեղեցիները ճիշտ չեն գնահատած եկող իրականություններ աշխարհաքաղաքական եւ այն երևույթները, որոնք մուտք են գործել մեր կյանքում, այդ բոլոր ճիշտ չեն գնահատել եւ դրա դեմ չեն զինվել։ Այնպես որ պատմություն, ավանդությունը շատ լավ բան է, դա հարստություն է, բայց պատմություն ունի շարունակություն։ Այդ շարունակությունը ապավելու համար պետք է դու կարողանաս զինվել։ Ինչպես պետությունդ պահելու համար ամուր հաստատուն պետք է զինվես։ Մարտահրավերների առջև պատրաստ լինես հարցերը, խնդիրները լուծելու համար։ Թերևս սխալ չհասկացվեմ, եկեղեցիները որոշ պասիվ իրավիճակի մեջ են եղել, երևի հույսերը դնելով իրենց հավատացյալների բարի կամքի եւ շնորհների վրա, բայց այսօր տեխնոլոգիան արդյունաբերությունը այնքան արագ է զարգանում, որ շրջանցում է շատ իրողություններ, այնքան արագ, որ մենք չենք անդրադառնում։ Ուրեմն կյանքի երևույթները այնքան արագ են փոխվում, փոփոխության հետ պետք է նաև ինստիտուտները, կառույցներն պետք է վերանայեն իրենց գործելակերպը, գործելավոճը եւ կարողանան հետևել այդ ռիթմին։ Եթե չհետևես,
գնացքից ուշ կմնաս։ Հետ կմնաս կփախցնես գնացքը։ Դա համար, որպեսզի գնացքի մեջ լինես, պետք է նաև պատրաստ լինես գնացք բարձրանալու։ Այս բոլորը պատկեր են սիմվոլիկ, բայց կարծեմ արտահայտում են խորքը հիմքը, ինչի մասին որ բոլորս էլ մտածում ենք։ Կարելի ասել մենք պետքա փառք տանք Աստծուն, որովհետև երբ նայում ենք այսպես Բելգիայի գտնվող մեր հայ առաքելական եկեղեցին գտնվում է կարելի ասել ամենաբարոկ վիճակում։ Երբ նստում ենք մեր հավատացյալները պատարակներին եկեղեցիները մեր բոլոր քաղաքներում լեփլեցուն են լինում, դա շատ ուրախալի է, բայց կան նաև տեղեր, որտեղ չեն լինում։ Գիտես ինչ, դա անպայման տեղական բան չէ, սա համընդհանուր երևույթ է հայ իրականության մեջ, ինչպես քիչ առաջ որ խոսում էի, քրիստոնեական հավատքը կարծես մի նոր վերազարթոնք է ապրում հայ իրականության մեջ, ոչ թե կարծես վերազարթոնք։ Դա սրանք նշաններ են, որոնք որոշ իրականություն են արտահայտում։ Հուսանք, որ դրանք հիմնական նշաններ են, որոնք կարող են լինել գարանտները, ապավողները գալիքի մեջ ավելի վստահ, ավելի կայուն, ավելի հաստատուն հավատքը ունենալ եւ դա ապրելու եւ տարածելու գործի մեջ։ Լինի դա եկեղեցականների կողմից, նաեւ հավատացյալների կողմից։ Դուք որպես քրիստոնյա, դուք էլ Քրիստոսի խոսքի ծառա եք եւ յուրաքանչյուր անհատ, որ մկրտված է, նա պետք է այդ գործին լցվի։ Դա միայն անպայման հոգևորականի պարտականությունը եւ պարտավորությունը չէ։ Քրիստոնեական արժեքներ ապրել եւ տարածել շատ ընտանիքներ գիտեմ, որ ամեն երեկո ընթրիքից առաջ ամենակիչը մեկ գլուխ Սուրբ Գրքից Աստվածաշունչից կարդում են, հետո նոր քննում են, քննարկում են թե ինչ հասկացան եւ հետո սեղան են նստում եւ հետո շարունակում են։ Մենք պետք է կարողանանք մեր հավատքի հիմքը, որ Սուրբ Գիրքն է, կարողանանք դա օգտագործել։ Չպահել անպայման մեր գրադարանի մեջ, տեսնել արտաքինից ուրախանալ։ Փոշին սրբել մենակ։ Փոշին սրբել եւ պարտանալ, որ ոսկեկալ գեղեցիկ Աստվածաշունչ ունենք, երբեմն պատել հարցրել եմ մի բան կա, որ այնտեղից գիտես, կարդացել ես եւ այլ, առանց վիրավորելու պարզապես հասկանալու համար շատ անգամ երեսիտ են նայում զարմացած եւ չեն ուզում ասել, բայց լռում են, բայց այդ լռությունը ասում է որոշ իրականություն, որոշ ճշմարտություն, ուրեմն դա էլ պետք է սովորեցնենք մենք ազգովի մեր զավակներին շփվելու Սուրբ Գրքի հետ, Սուրբ Գրքի արժեքների հետ եւ այսօր ամեն ինչ արվում է, որ Հայաստանում ոչ միայն կրոնքը չդասյամանվի, նույնիսկ եկեղեցու պատմության դասագրքերը ինչ որ դուրս է հարված, եսի որոշ դասաների հետ վերաշարադրում են պատմությունը, նոր ձևով են ուզում ներկայացնել, ինչ են ուզում ես ալ չգիտեմ։ Չգիտեմ, եթե իրենք գիտեն, հավանաբար, բայց ես ինձ համար անհասկանալի է դա։ Այնպես որ դու չես կարող պատմությունը պատվերով վերաշարադրել, այո, վերաշարադրել, ինչպես քիչ առաջ խոսեցինք ցեղասպանության պատմությունը հարցականի տակ դնել։ Դա արդեն ներողություն, դա ցինիզմ է։ Ուրիշ բառ չեմ գտնում։ Հարցականի դնել, ես չգիտեմ ով ինչ է ասել, ինչ է մտածել, բայց նրանք այն ինստիտուտները, որոնք այդ բոլորը հարցականի տակ են դնում, դա նշանակում է, որ իրենք արամարում են, բռնաբարում են պատմությունը եւ իրողությունը, դա հանցագործություն է։ Ուրիշ բառ չկա, հանցագործություն է դա եւ դրա համար պետք է նրանք դատապարտվեն։ Միջազգային ատյանի առջև կանգնեն եւ դրանց պատասխան տրվի։ Անհրաժեշտ, ասենք, վճռում կայացվի եւ նորից եմ ուզում հիշել կամ անդրադառնալ, որ մեր ցեղասպանության պարագային ես հույս ունեմ եւ մենք մի օր այնպես պիտի զորանանք, կրնաթիվով քիչ ենք, այնպես զորանանք իրավական իմաստով եւ մի օր մեր կարողանանք այդ միջազգային ատյանի առջև ոչ միայն ստիպել Թուրքիային ճանաչել իր անցյալ իր պատմություն առարկայական իմաստով, ներողություն խնդրել եւ հատուցում կատարել, ինչպես ուրիշ ժողովուրդներ անում են դա։ Որոշ ազգ Գերմանիան արեց, այո, չէի ուզում ակնարկել այդ, բայց քանի որ ասեցիք, ինչ որ Գերմանիան արել եւ շարունակում է անել։ Ուրեմն սա ինչ որ ընտրություն է, ինչու այս ազգը կարող է հատուցում ունենալ, բայց մյուսը ոչ։ Ով է դատում դա, ով է որոշում։
Սա ինձի համար մյուս ազգերի նկատմամբ ատելություն է։ Սա ինձ համար մյուս ազգերի նկատմամբ արհամարանք է եւ իրավորանք է։ Սա ռասիզմի ամենամեծ աղբյուրներից մեկն է։ Եվ չզարմանաք, որ այսօր ռասիզմը զարգանում է, անկարգությունները շատանում են, վայրագությունները շատանում են, ահաբեկչությունները շատանում են, այս բոլորը արդյունք են այս անարդարացի որոշումների, անարդարված կամ արդարության զոհ գնացած անատների, ժողովուրդների դաբանն է, ներքին պորտումն է։ Մենք կարող ենք ասել, որ այդ ցեղասպանությունը նաև հոգևոր ցեղասպանություն էր, քանի որ մենք քրիստոնյա ենք, նաև դա կատարվեց զուտ նրա համար, որպեսզի քրիստոնյա այդ ժողովուրդը վերանար, Քրիստոսի ժողովուրդը վերանար։ Կարող ենք դա էլ ասել։ Դա կա մեջը բնականաբար, որովհետև այդ ցեղասպանության մտածողները, ուղեղները, ճարտարապետները մեկ ազգ են, իրագործողները տարբեր ուրիշ ազգեր են։ Դա ազգերի միջև որոշ համագործակցություն կար, եւ մենք այդ բոլորը չհասկացանք, չնկատեցինք եւ վստահեցինք այդ ազգերին եւ շարունակում ենք վստահել։ Այդ ազգերը նույնպես Արցախյան պատերազմի ժամանակ օգնում էին Ադրբեջանին եւ մենք շատ քաջ տեսնում ենք, թե ինչպես են օգնում։ Ես հույս ունեմ, որ մի օր ոչ թե Աստված, բայց պատմությունը, պատմության դեպքերը, երևույթները կտան դաս նրանց, ովքեր արել են այդ վայրագությունները, այդ վայրենությունները, այդ սպանությունները, ցեղասպանությունը։ Ես ուզում եմ հավատալ, որ մի օր նրանք իրենց դասը պիտի առնեն։ Եվ դա կախված է մեզանից, մեր ժողովրդի հավաքական կամքից, մեր ժողովրդի կազմակերպվածությունից եւ մեր ժողովրդի հետապնդած նպատակներից։ Ինձ թվում է հենց այդ ազգերը չեն ցանկանում, որ մեր ժողովուրդը ամրապնդվի եւ ընդհանրական դառնա, որտեղ որ մենք միանանք իրար հայ ազգս, երևի կարող է այնպիսի մի կոլապս տեղի ունենա աշխարհի վրա, որ իրանց ցանկալի չլինի, դրա համար էլ չեն թույլ տալի։ Ինձ բոլորովին չի հետաքրում, թե մյուս ժողովուրդները ինչ կուզեն մեր ազգի համար, ինչ կմտածեն եւ ինչ են անում, ինչ չեն անում, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում։ Ինձ ավելի շատ հետաքրում է, թե մենք ինչ կարող ենք անել մեզ համար։ Զորանալու, զարգանալու, ամեն ինչ հնարավորություններ ունենք գիտնականներ, կարող ենք զենքեր էլ ստեղծել, զանազան բնույթի եւ այլ, այս 30 տարվա ընթացքին հզորանալ, զարգանալ, բայց դժբախտաբար մեր ազգի շատ զավակներ, կարծեցյալ զավակներ, հավատարիմ զավակներ, պետական գործիչներ արեցին ավերիչը, ամեն ինչ արեցին, որ երկիրը թուլանա, տկարանա, սրանք ազգի դավաճաններ են։ Նրանք էլ պետք է հայ ժողովրդի դատարանի առջև պատասխան տան մի օր։ Այն բանի համար, ինչի որ հասցրեցին այսօր մեր պետությունը, մեր երկիրը, փոխանակ եկեղեցին քննադատելու, փոխանակ եկեղեցականների գործունեությունը արհամարելու, անտեսելու, թող իրենց առջև նայեն, իրենց արածների համար իրենք թող անալիզի ենթարկեն եւ դաս քաղեն եւ զղջան եւ մի օր ես կուսամ, թե նրանք իրենց դատաստանը կունենան ժողովրդի ազգի առջև։ Հարսև ջան, շնորհակալություն, որ եկաք եւ մեզ հետ հասկացրեցիք այս պահը եւ այս գեղեցիկ զրույցը արեցինք իրար հետ եւ խոսեցինք մեր ցեղասպանության թեմայի շուրջ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Կուզեի որպես ամփոփում ձեր մաղթանքը մեր հայ ազգին։ Մաղթանքից ավելի մեր ունկնդիրներին կուզեմ հայցել իրենց ներողամտությունը, եթե այս խոսակցության ընթացքին մի քիչ բորբոքվեցի, բայց փորձեցի անկեղծ գտնվել եւ քաղաքավարի ձևով ասել այն ինչ որ մտածում եմ եւ ես մտածում եմ այն ինչ որ ասում եմ, ունեմ այդ քաջությունը, այնպես որ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պիտի լսեն եւ պիտի ինձ ճիշտ հասկանան եւ հասկանալուց բացի նաեւ թերևս բոլորս միասին փորձենք մտածել այդ խոսքերի մասին եւ կրկին անգամ ասեմ պատմությունից դաս քաղենք, գիտակցենք թե ուր ենք գտնվում եւ հատկապես կարողանանք վճռականորեն որոշել թե ուր ենք ուզում գնալ։ Իսկ դրա գնալու համար թե ինչ ճանապարհներ պետք է ընտրենք միասին եւ այդ ճանապարհներին ինչպես պիտի քայլենք եւ ինչ մեխանիզմներով պետք է առաջ գնանք, որպեսզի հեռու մնանք հնարավոր ամեն տեսակ վտանգներից, փորձանքներից եւ փորձություններից։ Եվ թող, քանի որ զատկական տոների շրջանին ենք, թող հարության Քրիստոս հարություն առնի բոլորիս կյանքում, մտքում, սրտում եւ գործում եւ կարողանանք ապրել հարության բարի հույսերով եւ այդ գիտակցությամբ միմյանց ողջունենք մեկ անգամ եւս եւ ասենք Քրիստոս
Հարիավի մերելոց։ Օրտնյալը հարությունը Քրիստոսի։ Թող հարություն առնի նաև հայ ժողովուրդը իր պատմության ամեն տեսակ դժվարություններից, նեղություններից եւ կերտի իր ապագան արժանավայել կերպով, որպեսզի զավակները հայ ժողովրդի հպարտ լինեն, որ ունեն հզոր պետություն, հզոր հայրենիք եւ այդ ձևով պիտի հարգվենք ազգերի եւ ժողովուրդների այդ մեծ ընտանիքում որպես միազգի պատկանող մի հավաքականություն իր անցյալով, իր ներկայով, բայց նաև հուսալի ապագայով։ Ամեն։ Շնորհակալություն Հայր Սրբ։